Թրամփի անվերապահ աջակցությունը ստացած Բիբիի վարչակազմը ռազմական նոր արկածախնդրության է գնում։ Իսրայելի իշխանությունը շարունակում է Գազայում նոր տարածքների նվաճումն ու պատրաստվում է մասնատել անկլավը։ Կարճատև հրադադարից հետո վերսկսած լայնածավալ պատերազմի ֆոնին հրեական պետությունը ծրագրել է կիսել Գազայի հատվածը մողակ անվտանգության նոր միջանցք ստեղծելով։ Այս գիշեր մենք ակտիվացրինք գործողությունը Գազայի հատվածում։ Իսրայելի պաշտպանության բանակը գրավում է տարածքներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչներին եւ ոչնչացնում ենթակառուցվածքները։ Մենք նաեւ գրավում ենք Մողագի միջանցքը։ Սա կլինի երկրորդ Ֆիլադելֆի միջանցքը, քանի որ հիմա կտրում ենք Գազայի հատվածը եւ քայլ առ քայլ մեծացնում ճնշումը, որպեսզի վերադարձնենք մեր պատանդներին, եւ որքան նրանք համառ են, այնքան ճնշումը կմեծանա։ Իսրայելը վճռականորեն առաջ է գնում իր նպատակներին հասնելու համար, գործում է անխնա հստակ առաքելությամբ, հայտարարել է Բիբին հույսը դնելով Աստծու եւ իսրայելցի զինվորների վրա։ Անցյալ ամիս էլ Իսրայելը գրավել էր Նեցարի միջանցքը, որն արդեն բաժանել էր Գազայի հատվածը։ Ստեղծել է այսպես կոչված 7 կիլոմետրանոց անվտանգության գոտի, բռնի տեղահանել բոլոր բնակիչներին, ավերել նրանց տները, ճանապարհներ կառուցելու եւ ռազմական դիրքերն ամրապնդելու համար։ Ցախալը գրավել է Գազայի 62 քառակուսի կիլոմետր բուֆերային գոտին կամ անկլավի տարածքի 17%-ը։ Զորքերն առաջ են շարժվելու, շրջաններն ահաբեկիչներից եւ նրանց ենթակառուցվածքներից մաքրելու, առավել մեծ տարածք գրավելու համար։ Դա ավելացվելու է Իսրայելի անվտանգության գոտիներին։ Կպահանջվի նաև պաղեստինցիների զանգվածային տարհանում։ Ոտնահարելով իրավական բոլոր նորմերը, անտեսելով միջազգային քննադատությունները, հրեական պետությունը նոր սահմաններ է գծում իր համար։ Նեթանյահուի վարչակազմը Ռաֆահի եւ Խան Յունիսի բնակչությանը տեղափոխման հրաման է տվել։ Չնայած բնաջնջմանն ու սարսափելի տառապանքին, տասնյակ անգամ տեղահանված պաղեստինցիները չեն պատրաստվում իրենց հողը զիջել Նեթանյահուին։ Էլ ինչ կարող են նա անել մեր դեմ, միակ բանը, որ մնացել է Գազայի հատվածի վրա միջուկային ռումբ նետելն է։ Միաժամանակ սկսվել է իսրայելական օդուժի ինտենսիվ ավիահարվածների ու կրակահերթերի տարափը Եգիպտոսի հետ սահմանին։ Միջազգային մամուլը գրում է, որ Իսրայելը նոր առավել խոշոր հարձակում է նախապատրաստել, սակայն մղձավանջը վաղուց է սկսվել ու շարունակվում է ամենժամյա ռեժիմով։ Հարձակման են ենթարկվել քաղաքացիական բազմաթիվ ենթակառուցվածքներ, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ, այդ թվում նորածիններ։ Անմարդկային տառապանքի մեջ հայտնված պաղեստինցիները նաև սովամահ են լինում։ Հերթով անցնում եմ հացի բոլոր խանութներով, բայց բոլորը փակ են, չեն աշխատում։ Մթերքների գինը շատ բարձր է, մի պարկ ալյուրն արժե $80։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ալյուր գնել։ Վախենում եմ, որ սովի կմատնվենք։ Երկաթե սրերի պատերազմի 545-րդ օրն Իսրայելն ինտենսիվ գրոհ է նախաձեռնել ոչ միայն Գազայում, այլև Լիբանանում, Սիրիայում եւ Եմենում։ Բիբիին չի վախեցնում ոչինչ, ոչ դատաստանը, ոչ էլ Հաագայի միջազգային քրեական դատարանի ձերբակալության օրդերը։ Անտեսելով բոլոր վտանգները, Իսրայելի վարչապետը մեկնել է Բուդապեշտ։ Հունգարիան, որն առաջին երկիրն է, ուր Բիբին այցելում է դատարանի որոշումից հետո, հայտարարել է, որ դուրս է գալիս միջազգային քրեական դատարանից։ Իսրայելի վարչակազմի ամենաթողության ֆոնին խիստ սրվում են թուրք-իսրայելական հարաբերությունները։ Անդրադառնալով Գազայում Բիբիի ծավալապաշտական նկրտումներին, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է. Իսրայելը կրակի հետ է խաղում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։